Թբիլիսիի Սուրբ Սիոն տաճարում կհողարկավորեն համայն Վրաստանի պատրիարք Իլիա II-ին մարտի 22-ին։ Պատրիարքի կամքն է եղել։ Սինոդից վրաց ուղղափառ եկեղեցու բարձրագույն հոգևորականների ժողովից հետո պատրիարքարանի բակում լրագրողներին ասել է եպիսկոպոս Հոբը։ Վրաց ուղղափառ եկեղեցին կեսդար ղեկավարած Վրաստանի 80-րդ պատրիարքի հոգեհանգիստը տեղի կունենա Սամեբայում, Սուրբ Երրորդություն Մայր տաճարում։ Մեկ րոպե լռությամբ է այսօր աշխատանքն սկսվել Վրաստանի պետական եւ մասնավոր հաստատություններում։ Վրաստանի կառավարությունը սուկ է հայտարարել երկրում։ Ամբողջ Վրաստանը սգում է հոգևոր հորմահը։ Մի մարդու, որի ներդրումը երկրի եւ ազգի կյանքում անգնահատելի է։ Նրա աշխատանքը սիրո, խոնարհման, համբերատարության եւ ծառայության օրինակ էր։ Իլիա II-ը եղել եւ մնում է ազգի միասնության խորհրդանիշը։ Երեքշաբթի երեկոյան է մահացել Վրաստանի 93-ամյա հոգևոր առաջնորդը։ Իլիա II-ի առողջական վիճակը կտրուկ վատացել է երկուշաբթի գիշերը։ Նրան հիվանդանոց են տեղափոխել ստամոքսի առնահոսությամբ։ Պատրիարքի մահվան լուրը լսելով հարյուրավոր մարդիկ են գիշերը հավաքվել հիվանդանոցի դիմաց։ Նրանք մոմեր են վառել, աղոթել։ Աշխարհի տասնյակ երկրներից արդեն ցավակցություններ են հայտնել Վրաստանին։ Ցավակցական հրագրեր են հղել նաև Հայաստանի վարչապետը եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Հայոց հայրապետն ամենակալ տիրոջ մխիթարությունն է հայտնել վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականությանն ու սկակիր բարեկամ ժողովրդին։ Նորին սրբություն Իլիա II կաթողիկոս պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ եւ աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ պատրիարքը հայրական իմաստությամբ եւ սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը, հաստատուն պահելով վրաց Սուրբ եկեղեցու առաքելությունը։ Հայտնի չէ թե մեր հոգևոր առաջնորդը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը կարողանալու է մեկնել հարևան բարեկամ Վրաստան Իլիա II-ի ուղարկավորությանը մասնակցելու։ Մեկ ամիս առաջ արգելվել է նրա ելքը Հայաստանից։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով կա ընթացակարգ, որ նման դեպքերում ելքի արգելքը վերացնի դատարանը։ Սակայն դեռ Գարեգին II-ի հետ չի քննարկել այդ հարցը։ Եթե նույնիսկ թույլ չտան, հերթական անգամ կհայտնվեն սկանդալային, ասենք, պատմության մեջ եւ արդեն միջազգային մակարդակով։ Երկրի իշխանությունները եւս մեկ անգամ կարձանագրեն, որ ունեն շատ, ոնց ասեմ, ցածր որակի վերաբերմունք եկեղեցու նկատմամբ։ Սա հերթական անգամ կարձանագրվի։ Հայլուրի հետ հեռախոսազրույցում Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արտենյանը հայտնեց, որ կաթողիկոսի Թբիլիսի մեկնելու որոշում այս պահին չկա։ Էդգար Ղուշչյան, Ալբերտ Սերոփյան, Նորայր Շարբատյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։